Եթե կա քաղցրի նկատմամբ պահանջ, կարող է այստեղ լինել կորտիզոլի ավելցուկ, կարող է լինել ինսուլինի բարձր քանակ, մագնեզիումի, ցինկի, խրոմի դեֆիցիտ, այսինքն այդ բոլորը պետք է պարզաբանվի, կա արդյոք այդ խնդիրը թե ոչ, բայց նաև կարևոր է, որ որոշակի նյարդաբանական խնդիրների, ստրեսի, դեպրեսիայի ժամանակ էլ մենք ուզում ենք քաղցր ուտել, որտեղ էլի այդ ժամանակավոր դոֆամինը, էնդորֆինը, որը մեզ կարճաժամկետ հաճույք է պատճառում, բայց դա շատ դժվար խնդիր է իհարկե, շատ բարդ խնդիր է, բայց համատեղ հնարավոր է լուծել այդ խնդիրը աստիճանաբար որոշ միկրոէլեմենտներ ավելացնելով, ճիշտ սննդակարգին անցնելով, ֆիզիկական ակտիվությունը ավելացնելով, քանի որ օրինակ ստրեսի եւ դեպրեսիայի առաջին, այսպես ասեմ, օգնականը սպորտն է, որտեղ նույն էնդորֆինները իրենք արտադրվում են սպորտի օրինակ 30-40 րոպե վազքից հետո նույնն է արտադրվում, ինչ օրինակ մի պլիտկա ինչ որ քաղցրավենիք ուտելուց